կարծիքն է հետաքրքիր, ինչ է կարծում։ Իմ կարծիքը մենոց կարծիքի չի տարբերվում։ Ես կարծում եմ, որ մանավանդ հիմա քանի որ ես հոգևոր թեմաները տրենդի մեջ են, չնայած նրանք իմ համար տրենդ չեն, նրանք ազգային, այսինքն հոգևոր անհրաժեշտություն են, բայց ավետարանը ասում է այո, պետք է այո լի վեր, ոչ ոչ։ Ինձ համար ավելի հասկանալի կլիներ, եթե Հայաստան խմբավորության գործընկերները մի անգամից ասեն չենք ստորագրում։ Մանիպուլյացիաներ չեն։ Չեմ ուզում ես որակումներ տամ, եթե ստորագրում եք, ամի ջանի թղթի տակ ստորագրեք, եթե չեք ստորագրում, ասեք չեք ստորագրում, ամի պետք չէ։ Չեմ ուզում այլ որակում տամ։ Դրած է, ինչ տարբերություն։ Ոնց որ մի քեզ 5000 դոլար փող պետք է լի, ասես դու ասեմ ջեբս դրած է, ինչ տարբերություն։ Դու տարբերություն չլեր քերիդ մոլկուրուտ կլներ, էլի։ Պարոն Շարմազան, 2002 թվականին հենց Անդրանիկ Մարկարյանի նախաձեռնությամբ Մայրաթորցի Պետրոսին ինչպես համաձայնեցին հայ եկեղեցու պատմություն առարկայի դասաբանման Վեհափարի հետ հատուկ կառավարությունը պայմանապանց հուշագիր ստուգավ։ Ամեն դեպքում առաջինը թիրախավորվեց նաև այդ առարկան արդեն հեռացվեց իշխանությունը քեթեձեռքով վերադառնալով հենց այս հարգանքին հայ առաքելական եկեղեցու հանդեպ ինչ փոխվեց այսօր, որ իշխանությունները այսպես կարողացան սկսել դատել սեփական մեղքերը թողած հայ առաքելական եկեղեցուն եւ հոգեվոր առաջնորդներին եւ ինչ պետք է անել գործնականորեն աջակցելու եկեղեցուն, որովհետեւ տեսնում ենք ամենօրյա ռեժիմով հաթաթաներ եւ Զարա ջան, այնքան լավ հարց եք տալիս, բազմիցի չեկարտը պատասխան։ Ըստ տեսախցիկներին է։ Հա։ Ես որ տեսախցիկներին չնայեմ, տեսախցիկները իսկում են, չէ՞։ Տեսեք, ժողովուրդ, երկու բան կա, մինչև եկեղեցու հարցին անդրադառնալու։ Սա աբսուրդ է, գիտեք ինչ է, որ Արցախը հանձնած է, 5000 զոհ տված է, 5000 զոհի պատճառ դարձած է, չգիտեմ, Արցախի հայաթափումը իրականացրած է, Ադրբեջանի եւ Թուրքիայի պասով ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվողը, Երրորդ հանրապետությունից հրաժարվողը, Հայաստանի կադաստրի վկայական չունենալու մասին հայտարարողը, կանգնում է ինքն է հարցեր տալու։ Սա մեր բոլորի եւ լրագրողների եւ քաղաքական գործիչների եւ ընդդիմության եւ ազգային բոլորի եւ հոգեվորական սա մեր բոլորիս խայտարակությունն է։ Մարդը պետությունը կործանել, այդ տղա ջան, Արցախը որ հանձնել եք այդ կուսակրոնությունն է մեղավոր։ Մենք պետք է քեզ հարցեր տանք։ Դու ես ասել, ինչ պետք է անել բանակցում եմ։ Դու ես ասել, ես սկսել եմ Սերժ Սարգսյանի, չեմ սկսել Սերժ Սարգսյանի կետից, իմ զրոյական կետից եմ սկսել։ Դու ես ասել Արցախը Հայաստանը եւ վերջ, այնուհետեւ գնացել ես Արցախը Ադրբեջանի կազմում ես ճանաչել։ Դու ես նույնիսկ պատերազմի ավարտից հետո 44 օրյա հայտարարել, որ Արցախի անկախությունը այլընտրանք չունի։ Դու ես 21 թվականին ասել անջատում հանուն փրկության, Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա։ Ու այսօր դու եկել ես, ինչ որ դու ես հարցեր տալի։ Մենք պետք է քեզ հարցեր տանք։ Եթե զերկերում մի հոգի պետք է ռադը քաշի հեռանա, դա դու ես։ Ու ամբողջ աշխարհում տես բան չկա։ Իշխանություններին են հարցեր տալի։ Այս մարդը նստել է հարցեր, դուխի ես կուսակրոն, չէ, դուխի ես, sense այ քեզի բան։ Մենք պետք է քեզ հարցեր տա, դու ես պետությունը կորցրել, դու որ դարձել ես զեկերի ղեկավար, երկու հայկական պետություն ա եղել։ Եվ ես կոչ եմ անում եւ հոգեվորականներին, եւ ընդդիմադիր գործիչներին, հերիք արդարանակ։ Հերիք արդարանակ, սրան պետք է ճանապարհենք։ Մենք իրան հարցեր ունենք, 5000 զոհ ոչ հոգեվորականությունն ա տվել, ոչ նախկինները, ոչ էլ լրագրողները, ոչ էլ ռուսներն ու ամերիկացիք։